ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, օրենքի նախագիծը միտված է փակելու մի շատ մեծ բաց, որը առաջին հայացքից կարող է ինչ-որ տրամաբանության շղթայի ուղղակի կոտրում ձեր աչքերում թվա, որտեղ ինչ իրավիճակ ունենք այս պահին։ Այս պահին իրավիճակը հետևյալն է, որ կան մի շարք քաղաքացիներ, որոնք այս կամ այն զարտուղի ճանապարհով եւ մասնավորապես, օրինակ, կեղծ բժշկական տեղեկանքների հիման վրա ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից։ Ենթադրենք, իրավապահ մարմինները ստանում են օպերատիվ տեղեկատվություն, որ այսինչ բժիշկը կեղծ տեղեկանքներ է բաժանում փողի դիմաց ու դրանց հիման վրա զորակոչի ենթակա տղամարդիկ ազատվում են զինվորական ծառայությունից։ Իրավապահ մարմինները տեղեկատվությունը ստանում են նաև այդ ցանկը, թե ում այս մարդը տվել այդ բոլոր տեղեկանքները, գնում են, ասում են, այ դու հարգելի Պողոս Պողոսյան, արի գնա մի հատ բուժզննություն անցնի, տեսնենք այս քո բանակից ազատման տեղեկանքը կեղծ է, թե չէ։ Մեր հարգարժան Պողոս Պողոսյանը հիմա գործող իրավակարգավորումներով այդ պահանջ խնդրանքին պատասխանում է ոչ։ Ու այստեղ վերջ, իրավապահների գործառույթները ավարտվում են, նրանք ոչ իրավունք ունեն տանեն հարկադիր այդ մարդուն բուժզննության ենթարկեն, ոչ իրավունք ունեն նրան որևէ պատասխանատվության ենթարկեն այդ բուժզննությունից խուսափելու համար։ Հիմա այս իրավակարգավորումը իրենից ենթադրում է, որ եթե ինչ-որ մեկ ազատվել է զինվորական ծառայությունից տեղեկանքի հիման վրա ու դրանով կա հարուցված քրեական վարույթ, ու իրավապահ մարմինները պահանջում են անցնել բուժզննություն կամ հանձնել համապատասխան նմուշ փորձաքննության համար, ու նա հրաժարվում է դա անել, դա իրենից ենթադրելու է քրեական պատիժ, որովհետև համաձայն եք, շատ անտրամաբանական է, որ մարդ ուղղակի կեղծ տեղեկանքով ազատվի կամ առերևույթ կեղծ տեղեկանքով ազատվի, լինի քրեական վարույթ այդ ամեն ինչի հետ կապված, բայց մարդը հրաժարվի այդ համապատասխան բուժզննությունն անցնելուց։ Մենք գիտենք, թե ինչ իրավիճակներ ունենք, պարոն Քոչարյանն էլ կվկայի, թե ինչ իրավիճակներ ունենք մենք առհասարակ հանրապետությունում ու միջև այսօր էլ պարբերական ռեժիմով տարբեր մարդիկ ձերբակալվում են հենց այս գործերով։ Այնպես որ կարծում եմ շատ դրական նախագիծ է, գիտեմ, որ կառավարության ներկայացուցիչները օրենքի գործունեության շրջանակը շատ ավելի ընդլայնող տարբերակներ ունեին ու նաև մեր հանձնաժողովի գործընկերների հետ պիտի որ քննարկած լինեն արդեն ու կխնդրեմ նաև որպեսզի հարակից զեկուցողը կառավարության անունից նաև ներկայացնի այդ քննարկումների հանգուցալուծումը, թե որ փուլ հասանք եւ ինչի համաձայնեցինք, այսքանը շնորհակալություն պարոն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։